Բարև ձեզ, Արմնուր լրատվականի տաղավարումի հյուրընկալել ենք ազգային ժողովի պատգամավոր Թագուհի Թովմասյանին։ Մենք խոսենք վերջին աղմկարոտ իրադարձությունների մասին, ինչպես հայտնի է, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը գալու է ազգային ժողով Տիկին Թովմասյանի գործընկեր Տարոն Մարգարյանի ետևից։ Տիկին Թովմասյան, շնորհակալ եմ, որ չեք մերժել եւ պատրաստ եք պատասխանել մեր մի քանի հարցերին։ Չեք անելու։ Շնորհակալ եմ։ Գլխավոր դատախազը գալիս է։ Այո, գալիս է, բարով գա, մենք սպասում ենք, որովհետեւ շատ հարցեր ունեն գլխավոր դատախազին։ Մեր երկրում տեղի ունեցող քրեածին իրավիճակին վերաբերվող, կոռուպցիայի դեմ պայքարի անարդյունավետ միջոցներին վերաբերվող, այն որ միջազգային կարևորագույն ինստիտուտներ կոռուպցիայի դեմ պայքարի նվազում են արձանագրել, մենք հետ քայլ ունենք, սանդղակներում զիջում ենք մեր դիրքերը, մենք շատ հարցեր ունենք գլխավոր դատախազին։ Տիկին Վարդապետյանն հենց գալիս է այդ կոռուպցիայի հետևից, Տիկին Թովմասյան։ Գիտեք, կոռուպցիան մենակ պաշտոնական իրենց այդ ամբողջ միջնորդագրում էր նշված, բացատրվում էր 7 տարի առաջ բացահայտված գործը, խոսենք այդ 7 տարի առաջվա գործի մասին, ինչու են հիմա հիշել, բայց փաստացի բավականին լուրջ կոռուպցիոն դրսևորումների մասին էր խոսք գնում։ Այո, եւ ես ուզում եմ ասել, որ կոռուպցիան չպետք է փնտրել մենակ կողքի խմբակցություններում։ Կոռուպցիան պետք է փնտրել հենց քաղաքացիական պայմանագիր խմբակցության ներսում, պետք է փնտրել քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներսում։ Այդ որ ինքը հիմա գալիս է եւ փորձում է Տարոն Մարգարյանին քաղաքային իշխանության ժամանակ եղած ինչ որ որոշումների համար, որ 7 տարի քննել են, չեն կարողանում ինչ որ բան բացահայտել, հիմա ինչ որ վերավորակավորում են, նոր Երևան եկած հանգամանք են փորձում գտնել 7 տարվա ընթացքում, նոր ինչ որ բան են գտել, նորից են փորձում մեղադրանք առաջադրել, լավ, մի 7 տարի էլ այդ կքննեք հաշվի առնելով ձեր հնարավորությունները, բայց չեք քննելու Արմեն Փամփոխչյանի դեպքը, Արմեն Փամփոխչյանի հոր կոռուպցիոն դեպքը, ով պետք է քննի, եթե ոչ Տիկին դատախազը։ Այդ պետությունը, որ 102 միլիոն դրամի սուբսիդիա է տալիս, որպեսզի Արմեն Փամփոխչյանի թոշակառու հայրը, որ ստացել է 1.5 միլիարդ դրամի վարկ, որպեսզի այդ վարկը սպասարկի, բայց կոռուպցիան ո՞նց է լինում։ Օզու պոչով։ Մենք սպասում ենք, այո, թող գա եւ թող պատասխանի այդ հարցերին։ Մենակ Տարոն Մարգարյանի շուրջ չի, որ կոռուպցիան պիտի փնտրեք։ Տարոն Մարգարյանի շուրջ 7 տարի փնտրում եք, լավ չեք փնտրում, լավ չեք գտնում ու չեք կարողանալու գտնել, որովհետեւ ձեր նպատակը քաղաքական հետապնդումն է։ Դուք չեք պայքարում կոռուպցիայի դեմ։ Կոռուպցիայի դեմ պայքարում են համահավասար մոտեցմամբ։ Ոչ թե ըստ քաղաքական տրամադրության։ Այս պահին պետք է հանրապետականին նեղացնել, այս պահին հանրապետականի ներսում մեկին կգտնենք եւ կոռուպցիայի մեջ կմեղադրենք։ Պետք է ուրիշ մեկին, հիմա ուրիշ կուսակցությունում կփնտրենք մեկին կմեղադրենք։ Բայց իրական կոռուպցիայի դեմ պայքարը ով պիտի տանի։ Ես բարձրաձայն հայտարարեցի, չէ՞, ազգային ժողովում հիշում եք։ Քանի դեպքեր ես մատնանշեցի գլխավոր դատախազին, ասացի տարեկան հաշվետվության ժամանակ։ Անցած տարի, ուղիղ 1 տարի առաջ։ Բա հիմա պիտի գա, չէ՞, դատախազը։ Բա պիտի գա, որ ես պատասխան տա։ Բա ուր են այդ դեպքերը։ Այդ կոռուպցիոն բոլոր հնարավոր վարիացիաներով մենք իրենց ներկայացրեցինք։ Ինչ է կարել։ Այսինքն ձեր պայքարը մենակ Տարոն Մարգարյանի դեմ է, ակնհայտ է, չէ՞, որ սա քաղաքական գործ է։ Եվ քաղաքական падգամավորի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում։ Ուրիշ ոչինչ։ Եթե Տիկին դատախազը այն մյուս գործերով էլ նույն հետևողականությունը ցուցաբերեր, ես կհավատայի, որ այո, ճիշտ է անում եւ պետք է համահավասար բոլորի դեմ պայքարեն։ Քաղաքացիական պայմանագիր կհիշեք մի դեպք քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներսում եղած մեկը, որը իրենց կուսակցության անդամ է, որևէ պաշտոն կամ կարգավիճակ ունի ներկապահին։ Եվ իրեն հետապնդում են ինչ-որ կոռուպցիոն թեմաների համար։ Արսեն Թորոսյանի դեպքն ամենակ, Արսեն Թորոսյանի գործի ճիշտ կա։ Կովիդի փողերն ինչ եղան։ Ով կերավ վկայի կարգավիճակ։ Այո, սա մասին է խոսքը։ Բայց Արսեն Թորոսյանը պետք է պատասխան չտա, դուք եք ասում, որ նախարար եղած ժամանակ Սանիկին է սարեն, մյուս հարևանին, բարեկամին, մյուսին ճնշելա, բերելա։ Արսեն Թորոսյանը այն падգամավորներից է, որ ըստ էության շատ ընդդիմադիր կերպով եթերներում հենց իրավապահ մարմինների բացթողումների մասին է խոսում։ Սա ձեզ որևէ բան չի ասում, ըստ էության միգուցե գլխավոր դատախազությունը վախենում է Թորոսյանի հետևից կամ ցանկացած ԿՊԱ-կանի հետևից գնալ։ Ունենք այս երևույթը։ Ես ասում եմ, որ նա ունի քաղաքական կաշկանդվածություն եւ դատախազի ազատությունը, գործունեության, մասնագիտական ազատությունը դրսևորվում է միայն ընդդիմադիր падգամավորների, ընդդիմադիր հայացքներ ունեցողների նկատմամբ։ Ես սա կարող եմ վստահ եւ փաստերով ասել։ Տիկին դատախազը պիտի գա պատասխանի, չէ՞, 25 միլիարդ դրամ հոդս է ցնդել Անիֆով։ Անիֆ հիմնադրամով Հայաստանի հպարտ հարկատուների միջոցներով։ Բա ուր է այդ գործը։ Ինչ է կարել։ Ինչ է կարել 25 միլիարդ դրամի հետ։ Կարելի է խաղանել։ Այս Նիկոլ Փաշինյանը վերերկացել ասում էր 2 միլիարդ դրամ, չգիտեմ ինչ որ գործարքի արդյունքում պետբյուջե է մտել։ Այսինքն 25 միլիարդ փոշի ասում եք 2 միլիարդ հետ եք բերում պետբյուջե, տենց հերոսացել եք, բայց գործերը ով պետք է քննի։
Այնպես որ մենք շատ սիրով ենք սպասում Տիկին Վարդապետյանին, կարող է գալ։ Տարմարքանից բացի նաև Հովիկ Աղազարյանն էր, Տիկին Թովմասյան, այս մասին ինչ կարող եք ասել, ըստ էության նաև խոսում են այն մասին, որ ով է ասում, որ չկա պաշտոնյա, որ այսպես պատասխանատվության չի ենթարկելու, հարցը չբարձրացնեն, Հովիկ Աղազարյանը նախկին ԿՊԱ-ական է, բայց ըստ էության դեռևս ԿՊ իր խմբակցության падգամավոր լինելու ժամանակահատվածում արդեն կոռուպցիոն դրսևորումների մասին բարձրաձայնվեց եւ հիմա գալիս են նրա հետևից։ Գիտեք, շատ ազնիվ կլիներ, երբ որ Հովիկ Աղազարյանը իրոք քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր էր եւ այդտեղ թե այստեղ չեմ հիշում նստած, որ խոստովանեց իր կաշառքի պատմությունը, խոստովանեց, մի քիչ է զեղչ արեց, տաղավարում ոնց որ այդ կաշառքի պատմության գործն է, ոնց հասկանում եմ, հիմքում դրված, այսինքն ամբողջությամբ ձեր զրույցի բովանդակությունը գործի հիմքում է դրված։ Բայց չէր անում դատախազը, նոր է իմացել, որ Հովիկ Աղազյանը կապ ուներ։ Բայց չէր գալիս։ Թե այն ժամանակ պետք չէր Հովիկ Աղազյանին նեղացնել, որտեղ դեռ ԿՊԱ-ական էր։ Հենց ինֆորմացիոն արտահոսք եղավ, բացահայտեց նա, որ Ռուբեն Վարդանյանին Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը չի պահանջել, որ վերադարձնի որպես գերի։ Այդ ժամանակ արդեն Հովիկ Աղազյանը դարձավ թշնամի եւ հիմա դատախազը գալիս է նրա հետևից։ Գիտեք, ասում եմ, քաղաքական ենթատեքստով եւ քաղաքական պահանջմունքով իրականացվող քրյա իրավական հետապնդումները երկար կյանք չունեն։ Տարոն Մարկարյանի գործը ոնց գալիս են, այտենց էլ գնալու են, այսինքն կգան լավ, օրինակ, տեսականորեն ենթադրենք բնականաբար քաղաքացիական պայմանագիր կուսակցության падգամավորները այդ կոճակը կսեղմեն, Տարոն Մարկարյանին կհանձնեն իրավապահներին, այսպես ասեմ, բայց մեկ այդ գործը մի 7 տարի էլ են քննելու, հետո ոչ մի բան չեն կարողանալու ապացուցեն։ Ոնց որ 7 տարի չեն կարողացել ապացուցել։ Վստահ եք Տիկին Թովմասյան։ Ես ավելի քան վստահ եմ, որ այս գործերը, եթե քաղաքական բաղադրիչը հանենք, ակը գործ չկա։ Հետևենք իրադարձությունների զարգացմանը, ինչպես դուք նշեցիք, սպասում եք գլխավոր դատախազին եւ այդ օրը, որ պետք է գա Տիկին Վարդապետյանը, հեշտ չի լինելու նաեւ գլխավոր դատախազի համար։ Ես կարծում եմ որևէ մեկի համար արդեն հեշտ չի լինելու, որովհետև ինչ որ անդառնալիության կետեր են անցնում եւ այսպես ասեմ հաղթահարում, որ չարժեր, ուղղակի չարժեր։ Մենք դեռ ապրելու ենք այս երկրում եւ Տարոն Մարկարյանն ու գլխավոր դատախազը, Տարոն Մարկարյանը ու մյուս падգամավորները դեռ հանդիպելու են այս կյանքում, հո այս սրանով չավարտվեց։ Շնորհակալություն։ Ես էլ եմ շնորհակալ։